Նախ առաջ ասեմ, որ ստանձնել եւ իրականացնում եմ Ռուբեն Մխիթարյանի շահերի պաշտպանությունը։ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել եւ նրա մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով եւ 486-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով։ Դրանցից առաջինը զանգվածային անկարգությունների մասնակցելու վերաբերյալ է, իսկ երկրորդը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատությանը խոչընդոտելու։ Հարկ եմ համարում նշել, որ պարոն Մխիթարյանը Երևան քաղաքից Գյումրի է ժամանել որպես փաստաբան իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով եւ ըստ էության նրա ձերբակալվել եւ նրա նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել իր փաստաբանական գործունեությունը իրականացնելու կապակցությամբ, մինչդեռ փաստաբանը բոլորիս հայտնի է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու կապակցությամբ չի կարող ձերբակալվել, ենթարկվել հետապնդման այլ գործողությունների։ Այսինքն մեղադրանքները անհիմն են։ Ես ամփոփեմ, վերջում կանդրադառնամ նաև դրան։ Ինչ վերաբերվում է 327-րդ հոդվածի առաջին մասին, այսինքն զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, համացանցում ակտիվորեն տարածվում են տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ բազմաթիվ տեսագրություններ, որոնցից մի քանիսում նաև երևում է Ռուբեն Մխիթարյանի կողմից իրականացված գործողությունները, որոնք սահմանափակվում են բացառապես նրա կողմից հանդարտեցման կոչեր կատարելով։ Այսինքն բոլորին էլ հայտնի է, որ եւ տեսած կլինեն, որ Ռուբեն Մխիթարյանը վերման է ենթարկվում ձեռքերը բացացած վիճակում հանդարտեցման կոչեր կատարելուց անմիջապես հետո եւ այդ հանգամանքը որպես զանգվածային անկարգության մասնակցել որակվել պարզապես չի կարող։ Այսքանը եւ մենք գտնում ենք, որ պարոն Մխիթարյանը ներկայացված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել եւ պաշտպանական կողմի կարծիքով ներկայացված մեղադրանքները անհիմն են։ Նաեւ մենք արդեն դատարանի բակում ենք, քննիչից տեղեկացել ենք, որ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հիմա սպասենք դատական նիստին։